Մոսկվան վերջին շրջանում ավելի բաց ու կոշտ է արտահայտում իր դժգոհությունը Երևանի արտաքին քաղաքական քայլերի վերաբերյալ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի որոշ գործողություններ անհամատեղելի են դաշնակցային հարաբերությունների ոգու հետ, միաժամանակ մատնանշելով Կրեմլի համար կարմիր գծերը։ Դրանց թվում են արևմտյան երկրների հետ ռազմական գործակցության խորացումը, Եվրամիության հետ մերձեցումը, միջազգային քրեական դատարանին անդամակցությունը, նաև Ուկրաինայի հարցում դիրքորոշումը։ Եթե անգամ մտածակարգում չկա, կարող են որոշում կայացնել, ինչ որ մի ժամանակահատվածում սառեցնել Հայաստանի ոչ թե անդամակցությունը, այլ այն դրական, այսինքն այն բոլոր հարցերը եւ արտոնությունները, որ ունի Հայաստանը ԵԱՏՄ-ում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն էլ ԵՄ անդամակցության քննարկումները պոպուլիստական որակեց, հիշեցնելով Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձը։ Եթե Ուկրաինան եւ Մոլդովան տեխնիկական առումով կոնե ոչ քաղաքական, այլ տեխնիկական առումով հնարավորություն ունեն Եվրոմիության անդամ դառնալ, որտեղ գտնվում են Եվրոպայում, ունեն ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրոմիության անդամ հարևաններ, կոմունիկացիաների եւ սահմանների խնդիր չունեն, ապա Հայաստանը նույնիսկ դա չունի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Երևանը շարունակում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն դա չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում կամ քաղաքական ապահարզան։ Խնդիրներ կան անշուշտ, նաև բայց կարծում եմ, որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկում լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսականացնում եմ էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։ Նրա խոսքով Հայաստանը ձգտում է պահպանել առողջ եւ փոխշահավետ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, բայց առանց ինքնուրույն որոշումների կայացման իրավունքը զիջելու։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք եւ երբ որ կլինի հասունանա կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք, այստեղ որևէ նորություն չկա եւ կրկին մեզ դրսից չի, որ պետք է այս մասին ասեն։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, իշխանությունն այս կերպ փորձում է Մոսկվային փոխանցել, որ հակառուսական խոսույթը պարզապես նախընտրական խայծ է։ Ասում են այն, որ ահա մենք ընտրությունների ենք գնում, մեր խնդիրը վերարտադրվելն է, վերարտադրվելու համար մենք նման հայտարարություններ ենք անում, բայց դրանք լուրջ մի ընդունեք, երբ որ մենք վերարտադրվենք, նորից ամեն ինչ իր տեղը կգա։ Իսկ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի համոզմամբ Հայաստանը վաղուց կատարել է իր ընտրությունը, պարզապես դեռ չի շտապում դա հրապարակային ձևակերպել։ Երբ ժամանակը կգա կորոշեն, դա ըստ էության լուրջ պատասխան չի։ Դա խոսում են մասին, որ Հայաստանը արդեն որոշել է։ Ուղղակի հիմա հնարավորություն է ընտրում, ինչքան հնարավոր է երկար մնալ, ինչ որ գումար աշխատել, նոր հետո դուրս գալ։ Դա գործընկերային դիրքորոշում չի։ Ստեփան Դանիելյանն էլ կարծում է, Արարատ Միրզոյանի հայտարարությունները ներքաղաքական հաշվարկ ունեն եւ իշխանությունը շարունակում է հասարակությանը պահել արտաքին սպառնալիքների օրակարգում։ 18 թվականից հետո դա նախկիններն էին, գեներալներն էին, Ռուսաստանն էր, հետո նորից արցախցիներն էին, անդադ ինչ-որ թշնամու կերպարները փորձում ստեղծել եւ հանրային ատելություն սերմանել եւ փորձել հանրության մի մասին գլխավորել մյուս մասի դեմ։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը չի բացառում, որ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում կարող են հստակեցվել Հայաստանի անդամակցության շուրջ որոշ հարցեր։ Դատելով բոլոր ելույթներից, դատելով բոլոր հայտարարություններից, պարզ է, որ այնտեղ կոշտ ելույթներ են հնչելու եւ Հայաստանի հետ կապված առնվազն իրավիճակային կարճաժամկետ կամ միջնաժամկետ որոշումներ կայացվելու են։ Նույն կարծիքին է նաև Ստեփան Դանիելյանը, նշելով, որ առաջիկա գագաթնաժողովը կարող է դառնալ որոշակի պարզաբանումների սկիզբ։ Ամսի 28-ին ԵԱՏՄ-ի
գագաթնաժողովի ժամանակ ըստ թվում է ենթադրում եմ իրենց հայտարարություններից ելնելով ժամկետ նշանակելով որ մեզ վերջնականապես տեսակետ հայտնեք գնում եք Եվրամիություն թե չեք գնում Եվրամիություն եթե գնում եք բարի ճանապարհ Պաշտոնական Երևանը շարունակում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու գիծը, փորձելով պահպանել հարաբերությունները եւ Ռուսաստանի եւ Եվրամիության հետ։ Սակայն Մոսկվայի ուղերձները վերջին շրջանում ավելի հստակ են դառնում, աշխարհաքաղաքական ընտրության դաշտը աստիճանաբար նեղանում է։ Միաժամանակ ռուսական կողմը պարբերաբար ընդգծում է նաեւ Հայաստանի տնտեսական կախվածության գործոնը, էներգակիրներից եւ աշխատուժի միգրացիայից մինչեւ ֆինանսական փոխանցումներ, ինչն էլ հավելյալ քաղաքական ենթատեքստ է հաղորդում ընթացող գործընթացներին։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media